Ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այդ Հայաստանի Հանրապետությունը ես եմ կերտել, որտեղ Ռոբերտ Քոչարյանը կամ իր նմանները։ Ես իմ ստեղծածին դեմ եմ, ես նրան դատ եմ տալիս։ Հասկանում եք, մենք անկյուն քշված վիճակում ենք։ Մեզ թող չհասցնեն այս սրիկաները իրենց սիրած Նժդեհի ասած վճռական մենակի վիճակին։ Թերևս վերջին հարցը ցավոք սրտի մեր ժամանակը արդեն սպառվում է։ Մենք ինչքան ժամանակ, հետո շատ պարզ հարց եմ տալիս, որը շատերին հետաքրքրում է, սակայն որի պատասխանը չկա ու չկա։ Մեզ ինչքան ժամանակ կպահանջվի, որպեսզի սկսենք նորմալ, զարգացող երկրի կերտումը։ Չեմ ասում կերտենք, ուղղակի սկսենք այդ գործընթացը։ Դա կարելի է հենց այս վայրկյանից սկսել եւ արդեն իսկ ուշացել ենք։ Բայց որ դա տեսանելի կլինի, ոչ դա միայն կրկնում եմ, մեզանից չէ, որ կախված է, հայ ժողովրդից չէ, հայ կամքից չէ, վճռականությունից չէ, որ կախված է։ Մենք նորմալ ժողովրդավարակ պատկերացնում եք, մենք ուզում ենք սարքել մի հատ դեմոկրատական երկիր, հանկարծ մի հատ թուրքական չորրորդ ռազմադաշտային բանակը անցնում է այստեղով։ Այնպես որ մենք հասկանում եք, սա շատ վատ է, երբ մենք կարծում ենք, որ մենք կղզի ենք, մենք մոլորակից դուրս, գլոբուսից դուրս ինչ-որ մի տեղում ենք գտնվում։ Մենք մարդկության մի մասնիկն ենք, եթե մենք մեզ չզգանք մարդկության մի մասնիկը, մարդկությունն էլ մեզ չի զգա իր մասնիկը, եւ կզգա որպես խորթ տար, իսկ խորթ տարերին ոչնչացնում են, դեզինֆեկցիա են կատարում։ Ես չեմ ուզում, որ այդպես վարվեն մեզ հետ։ Դրա համար, եթե մի ռեսուրս ունենք, մեկ պաշար ունենք մենք մեր երկրում, ապա դա ներսից ժողովրդավար եւ ներսից իրոք քրիստոնեավար դառնալն է։ Այսինքն առաջնորդվենք նրանով, ինչով չենք առաջնորդվում, բայց ինչով հպարտանում ու հոխորտում ենք 1700 տարվա, չգիտեմ, չէ, Խոսրով Հարությունյանն էլ հանձնաժողովի նախագահ, իսկ այսօր դուրս է գալիս հայոց լեզվի դեմ է խոսում։ Դրա քրիստոնյան որն է, ինքը աթեիստ եղել է, կոմսոմոլ կոմունիստ եղել է, կոմունիստ էլ կմնա։ Կուզիկին ինչպես ձեր հայրենակից Չարենցը կասեր, միայն գերեզմանը կփրկի։ Այսինքն վիճակը այդքան էլ տխուր չէ, ամեն դեպքում պետք է աշխատել։ Իհարկե պետք է աշխատել եւ սիրով աշխատել։ Գիտեք, այսքան ես երևի բորբոքված բաներ ասացի իշխանություն, այո, իրենք տգետ են, բայց մի կտոր ատելություն չկա, զզվանք կա, այո, ինչպես առնետի սատկած առնետից կզզվեք։ Այդպեսի զզվանք կա, ֆիզիոլոգիականի հասնող զզվանք կա, բայց ատելություն չկա։ Բացարձակապես, ախր ատելության համար էլ շատ մանր են դրանք։ Մենք մեր գործով զբաղվենք։ Իրենք, ինչպես Սարոյանն էր ասում, իրենք չեն լինի, եթե մենք իրոք մեր գործով զբաղվենք։ Նույն Գալշուանն էր ասում, նշտարը հետդ պահիր եւ չարքերը չեն մոտենա, ուղղակի չարքեր չեն լինի։ Շնորհակալություն պարոն Հայրապետյան, հյուրընկալվելու եւ բովանդակալի զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մենք հյուրընկալել էինք Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին։ Ստեսություն եւ ամենայն բարիք։